Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր, բարեկամներ, մեկ տարկեց հանդիպումը, հիմա արդեն ծանոթացնում հանդիպման բնույթի մասին, Աֆելում մեկ տարկում է հերթական խաղային շաբաթը, որտեղ արդեն առաջինը միմյանց դեմ մրցում են Եվրոպա լիգայի շրջանակներում, կիսա եզրափակիչի դիմակայության պատասխան հանդիպման շրջանակներում, Բետիսն ու Մայնցը անչափ կարևոր հանդիպումը մեզ սպասելու այս 50 րոպեների ընթացքում, ունեցանք այս դիմակայության առաջին խաղում գերգոլառատ հաշիվ խաղադաշտում, ու հիմա այսօր տեսնենք արդեն թիմերը ինչ կփորձեն մատուցել մեզ իհարկե առաջին խաղում շատ գոլառատ խաղում Բետիսը կարողացել է հաղթել դիմակայության առաջին խաղում 9-4 հաշվով Մայնցին ու այսօր առաջին հերթին իհարկե պետք է փորձի Մայնց այդ խնդիրը լուծել հիմա հենց Մայնցը անցել է վտանգավոր գրի նշան Մարկոսյան արված ու հենց մեկ տարկում Մայնցը կորցնում է իր առաջին հնարավորությունը հանդիպան հաշիվը բացելու այստեղ իհարկե բրավո դարպասապային Բետիսի Արմեն Մարկարյանին ով Փրկեց այս իրավիճակում Բետիսին իհարկե եթե հիմա գրաver դարպասը Մարկոսյան ու բաց էր այս հանդիպման հաշիվը պատկերացնում եք ինչ կկատարվեր արդեն մնացած ժամանակահատվածում խաղադաշտում եկեք հիմա արդեն ծանոթանանք մեկտարկային կազմին թիմերին ու սկսենք Բետիսից Արմեն Մարկարյանը պաշտպանում է դարպասը համար 1 Հայկ Դիլարյան ներողություն Դիլանյան համար 13, Դավիթ Հովանիսյան համար 4, Դավիթ Մուսախանյան համար 7, նա Բետիսի ավագտ է, Գորգ Գևորգյան համար 9, Արման Մարկարյան համար 10, Վարդան Պետրոսյան համար 11 և Անդրանիկ Ադամյան համար 99 շատ ակտիվ է իսկապես Մայնցը մեկտարկել հանդիպումը, իհարկե դա որոշակի չափով մտնում է այս հանդիպման սցենարի մեջ կարելի է այդպես ասել, պետք է փորձի ամեն դեպքում Մայնցը առնվազն պետք է փորձի որքան հնարավոր է արագ հասնել հաջողության ու փորձել մտածել մնացած ժամանակահատվածում էլ ավելի մեծացնելու առավելությունը Բետիսի մասով իհարկե Բետիսը առայժմ մտահոգվելու ոչինչ չունի իհարկե 5 գնդակի առավելություն ունենա կիսա եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ չասենք 100%-ով ապահովում է թիմի եզրափակիչի ուղեգիր նվաճելու գործում, բայց իհարկե մեծ հաշվով թույլ է տալիս համենայն դեպս այս րոպեներին ավելի վստահ զգալ իրենց խաղադաշտում ու եթե նույնիսկ սխալներ տեսնենք Բետիսի ֆուտբոլիստների կատարմամբ, ապա դա իհարկե կլինի հասկանալի հիմա անկյունային խաղարկված է հարվածի փորձ նույնիսկ ու արդեն Մարկարյանը վերցնում է այստեղ գնդակը ծանոթացնեմ նաև Մայնցի հայտարարությանը Արտակ Համբարձումյանը պաշտպանում է դարպասը համար 1, Էրիկ Ներսիսյան համար 4, Գեգամ Սարգսյան համար 7, Հայկ Մկրտչյան համար 8, Կարապետ Կիրակոսյան համար 9, նա թիմի ավագտ է, Դավիթ Պերիխանյան համար 10, Դավիթ Գևորգյան համար 16, Ռաֆայել Գյուրեղյան համար 17,
Ալիքս Ընջոյան համար 18 եւ Նշան Մարկոսյան համար 99։ Ահա այսպեսի հայտարարությունով եմ այս հանդիպման ներկայացել արդեն։ Մայնցը ու տեսնենք իսկապես ինչ են փորձելու անել, հիմա Սարգսյանն է գնդակով առաջ շարժում, տեսնում ենք փոխանցում, այստեղ Վարդան Պետրոսյանը առաջին արձագանքեց գնդակին, իհարկե այնքանով հեշտ չի լինելու, հիմա Պերիխանյանի վտանգավոր հարվածը տեսանք, բայց մի փոքր շեղությամբ ստացվեց նրա կատարած հարվածը։ Խաղարկում են Բետիսի ֆուտբոլիստները գնդակը, Կարապետ Կիրակոսյան հարված Մարկարյանը պրկեց, Մարկոսյան ու հիմա գուցե ստացվի, բայց Ադամյանը այստեղ ողջ ուժով պարկեց գնդակի առջև ու թույլ չտվեց հարվածն ընթանա դեպի դարպասը, ինչ վտանգավոր էր ու հիմա արդեն տեսնենք մրցավարը ինչ որոշում կայացնի Մարկոսյանի դրվագի հետ կապված, ամենայն դեպս առայժմ հասկանանք ինչ է պատահել ֆուտբոլիստին, նոր դրանից հետո արդեն ծանոթանանք մրցավարի որոշման հետ։ Բայց այո, ամեն դեպքում մրցավարը հիմա կդիտի դրվագի կրկնապատկերը, հասկանալու համար որևէ խախտում կար Տուգանայինի մատույցներում թե ոչ։ Գիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը, այո, ու չկար խաղի կանոնների խախտում, հիմա Մայնցի ֆուտբոլիստները սկսում են խորքից մաքուր էին գործել Բետիսի պաշտպանները այս դրվագում ու տեսնենք արդեն ինչ կառաջարկի հիմա Մայնցի իսկապես պետք է փորձել առաջինը հասնել հաջողության ու փորձել մեծացնել այդ հաջողությունը։ Գնդակով Բետիսի ֆուտբոլիստներն են կար այստեղ փոխանցում, բայց կրկին գնդակը բաժին հասավ Մայնցին ու տեսնենք այս գրո Պերիխանյան մի փոքր հեռու թողեց Վարդան Պետրոսյանն շատ հաջող խնում կարողացավ այստեղ կատարել Մարկարյան, բայց Պերիխանյանը հասցրեց նահանջել ու փակել այստեղ Մարկարյանի առաջխաղացման ճանապարհը լավն էր, անցումը լավն էր, փոխանցումը Մարկոսյան ու չկար այստեղ ոչինչ, ամենայն դեպս խախտման մասին է խոսքը եւ նորից Մայնցը սկսում է խորքից լավներ փոխանցում ու այստեղ էլ արդեն Ադամյանը հնարամտորեն կերպով թույլ տվեց որպեսզի գնդակը բաժին հասնի դարպասապային, այո, հեշտ չի լինելու այսօր Մայնցին իհարկե Բետիսի պաշտպանների հետ, հատկապես երբ պաշտպանության կենտրոնում տեղ է զբաղեցրել Անդրանիկ Ադամյանը, գերհզոր պաշտպան Բետիսի կազմում Գևորգյան հիմա այս գրոհը տեսնենք ու այստեղ այո կար խաղի կանոնների խախտում դարպասապահ Համբարձումյանի կողմից գնաց միջև վերջ ու հետո էլ արդեն խախտեց խաղի կանոնները, այո Ադամյանը այսօր պաշտպանության կենտրոնում է տեղ զբաղեցրել, Վարդան Պետրոսյանն էլ գտնվում է մի փոքր ավելի ձախ եզրում ու իհարկե փորձել, այսպես ասել, ոչնչից ճեղքել Բետիսի պաշտպանությունը մի փոքր անիրատեսական է։ Պետք է այդ ամենի համար իսկապես Մայնցը մեծ աշխատանք կատարի այսօր ու իհարկե ես վստահ եմ առանց երկրորդ կարծիքի, որ Մայնցը այսօր փորձելու է այդ ամենի կատարածել։ Հիմա տեսնենք այս խաղարկումը ստանդարտ ինչ կտա Բետիսին, բարձից փոխանցում Մուսախանյան ու տեսեք ինչպիսի ազատություն էին տվել Մուսախանյանին, այս անգամ նա չօգտագործեց իր հնարավորությունը, բայց իհարկե պետք է այս ամենից իսկապես Մայնցը դասեր քաղի ու փորձի այլևս Մուսախանյանին նմանատիպ իրավիճակում հարվածի հնարավորություն չտալ, հատկապես այդպես միայնակ գտնվելու գործում, նա շատ վտանգավոր է, այս անգամ կրկնում եմ ևս մեկ անգամ չստացվեց նրա հարվածը, բայց մենք կարծում եմ այսօր առիթ կունենանք նրա հարվածներին տեսնելու, հիմա նրա փոխանցումը տեսանք վտանգավոր է, կա հարված ու Համբարձումյանը արդեն դիեց այստեղ գնդակին Պետրոսյանն էլ հիմա հաջող խնում կատարեց Մուսախանյան ևս մեկ հարված ու Սարգսյանն է հիմա էլ կանգնում գնդակի ճանապարհին եւ թույլ չտվեց Մուսախանյանի հարվածը դեպի դարպասը ընթանա Ադամյան այստեղ վստահ գործեց Ադամյանը շատ լավ անցում կարողացավ կատարել միանգամից 3 մրցակցի հետ բայց հիմա արդեն շատ հեռու թողեց գնդակ ու այն կարողացան հեռացնել Մայնցի ֆուտբոլիստները ամեն դեպքում եզից կնետի Բետիսը Եվս մեկ եզրային հետում հիշեցնեմ այս դիմակայության զույգի հաղթողը եզրափակիչում կմրցի Նապոլի Այաքս զույգի հաղթողի հետ այնտեղ
ոչ պակաս գոլարատ առաջին հանդիպում ենք ունեցել 4-3 հաշվով հաղթել է Այաքսը մրցակցին, հաղթեց վերջում ովքեր դիտում էին այդ հանդիպում իհարկե քիչ հետաքրքիր ու լարված հանդիպում ստացվեց, վերջնա մասում Այաքսը կարողացավ կորզել հաղթանակը ու իհարկե պատասխան հանդիպումից առաջ, եթե այստեղ որոշակի չափով իհարկե կա առավելություն այն մասով, որ Բետիսն ունի 5 գնդակի առավելություն խաղադաշտում, ապա այնտեղ 1 գնդակ է ընդամենը բաժանում Նապոլիին դիմակայության հաշիվը վերականգնելուն ու իհարկե ոչինչ որոշված չէ այդ խաղում։ Վարդան Պետրոսյանն է ձախեզրով առաջ շարժվում, կա փոխանցումը փակվեց այստեղ գնդակի ճանապարհը։ Հիմա եւս մեկ փոխանցում, բայց արդեն մի փոքր հեռու գնաց Պետրոսյանի կատարած այս փոխանցումը։ Ու եզից կնետեն Մայնցի ֆուտբոլիստները, Գեղամ Սարգսյան, Ռիշկի դիմեց այստեղ Սարգսյանը, բայց հետո կարողացավ արագորեն ազատվել գնդակից Իմայել Հովհաննիսյանը հաջող խլում կարողացավ կատարել, կա փոխանցում, տեսնենք գրոհը ինչի կվերածի։ Բետիսը դեպի Գևորգյանն է ուղված այս փոխանցումը, հասավ արդյոք գնդակին Գևորգյանը, այո, հասավ ու փոխարենը վաստակեց նույնիսկ եզրային նետման հնարավորություն այս բարդ իրավիճակից։ Կատարված է եզրային նետումը, Ներսիսյանն էլ հիմա հեռացվեց ու Պերիխանյանն է զարգացնում արագություն, բայց իհարկե արդեն ընկավ Մայնցի գրոհի տեմպը, մեղադրելու չէր այս իրավիճակում Պերիխանյանին, երկու մրցակից միանգամից դիմավորեցին նրան ու ստիպված է արգելակել այս իրավիճակում Գևորգյան։ Կա փոխանցումը, այստեղ հասավ գնդակը Մարգարյանին։ Հիմա էլ արդեն Արման Մարգարյանն է ձախեզրով առաջ շարժվում, մտավ Տուգանային հրապարակ, կատարեց փոխանցում, բայց գնդակը ուղիղ բաժին հասավ դարպասապահ Արտակ Համբարձումյանի ձեռքերի միջև երկար փոխանցում ու Ադամյանը այստեղ վերահսկեց իրավիճակը, բայց հետո կրկին Մայնցի ֆուտբոլիստերին բաժին հասավ գնդակի հիմա շտխառը ֆուտբոլը ընթանում դաշտի միջին հատվածում ու այստեղ կար խաղի կանոնների խախտում Կարապետ Կիրակոսյանի կողմից։ Вообще что нахуй? Вообще. Если я чем-то похагасам, это когда как корпус, вот это вот. Çünkü tekrar bırakın gidip öyle tak. Abi, hayır sana. O da dünme tak. Böyle diskusyon yapıyor. Peki. Buna var ifo. Daha çıkar. Ու հիմա Ադամյանն է գնդակի մոտ հեռու է տարածությունը, տեսնենք այս ստանդարտը ինչ կտա։ Բետիսին այստեղ կա փոխանցում, անդրադարձ եղավ ու քիչ էր մնում բացվեր այս հանդիպման հաշիվը, կարող է անդրադարձի իսկապես չարաբաստիկ հետևանք ունենալ այս իրավիճակում, բայց անկյունային ընդամենը վաստակեց Բետիսը։ Իհարկե չունեմ երկրորդ տարբերակ, եթե մի փոքր ավելի մոտ լիներ տարածությունը դեպի Մայնցի Տուգանային հրապարակի մատույցները, ապա Ադամյանից անմիջապես հարված կտեսնենք, բայց իհարկե այստեղ հաշվի առավ, որ հարված կատարելու համար բավական, իսկապես բավական հեռու է տարածությունը ու այդ իսկ պատճառով չհարվածեց Մարկոսյանն էլ հիմա է հարվածում, տեսեք, մեկ փոխանցում ու անցնում է գրոհի միանգամից։ Սիելի ֆուտբոլիստները շարունակում է Բետիսն ընդդեմ Մայնցի հանդիպումը, հիմա Ադամյանն է գնդակով դեպի աջ փոխանցում։ Խաղարկում են այստեղ գնդակը Բետիսի ֆուտբոլիստները ու հիմա կորցրեցին, անկյունային արված կհետևի Բետիսի դարպասի ուղղությամբ, առայժմ հիշեցնում եմ հանդիպան հաշիվը բացված չէ ու դա իհարկե առաջին հերթին խոսում է
Այն մասին, որ պետք է Մայնցը մտահոգվի, հիմա արդեն կունեք առաջին գնդակ այս խաղում 1-0 Մայնցը բացում է հանդիպման հաշիվը։ Կարապետ Կիրակոսյան գնդակը դարպասում է 1-0 այս խաղում 9-5 ընդհանուր դիմակայությունում 1 գնդակ ամեն դեպքում առաջին խաղակեսի միջին հատվածում կարողացավ Մայնցը ետ բերել ու տեսնենք հիմա երկրորդ հատվածում խաղակեսի ինչ կփորձեն անել թիմերը իհարկե շատ կարևոր գնդակ էր Կարապետյանի խփած գնդակը Մայնցի համար հատկապես այս րոպեի դրությամբ իհարկե եթե գնային թիմերը ընդհանրան առանց գոլերի ապա կարելի էր արդեն նույնիսկ առաջին կեսի ավարտից հետո փաստել Բետիսի եզրափակիչ նվաճել ուղեգիրը, բայց իհարկե դիմակայության հետաքրքրությունը էլ ավելի է մեծանում այս գոլից հետո հիմա Ներսիսյանը ռիսկի դիմեց, բայց անցավ գնդակ այստեղ Մարկայանից ու հիմա արդեն Գևորգյանն է շարժվում առաջ արգելակեց այստեղ հետո էլ կարողացավ պայել գնդակի մոտ ախորեն պայքար ընդհանում անկյունի մոտ դաշտի աջ հատվածում ու այստեղ արդեն ուժեղ ստացվեց Գևորգյանի կատարած փոխանցումը հարված կլինի Մարկայանի պաշտպանած դարպասից Ադամյան դեպի Պետրոսյանը փոխանցում կարողացավ կատարել Ադամյանը ու արդեն աստիճանաբար Բետիսը անցնում է գրոհի լավ խաղարկում այստեղ Մարկայանի կատարման տեղի ունեցավ Եվս մեկ փոխանցման փորձ, բայց այստեղ կարողացան հեռացնել գնդակը Մայնցի պաշտպանները ու արդեն եզից կնետի Բետիսը Այո թիմերը հանդիպեցին նաև Վինտեր քափի խմբային փուլի շրջանակներում այնտեղ այդ դիմակայության առաջին հանդիպումից հետո այս գրոյից հետո խոսեմ այդ մասին Մուսախանյան չհասավ գնդակը հարված կատարելու համար նրան Ներսիսյան այստեղ խոչընդոտ հանդիսացավ ու հիմա արդեն Ներսիսյանն է փոխանցում կատարում բայց հիմա էլ գնդակը չանցավ Բետիսի ֆուտբոլիստից իսկ այս կրակոցը Դավիթ Հովհաննիսյանի կատարած կարողանում է Համբարձումյանը ետ մղել ու արդեն եզից է նետում Պետրոսյանը Գևորգյանի ուղղությամբ, կրկին Պետրոսյան լավ խաղարկումներ են իրականացնում այս տարածությունում Բետիսի ֆուտբոլիստները ու այդ փոխանցում դեպի Անդրանիկ Ադամյանը Ադամյան իսկապես լավ մարզավիճակում է գտնվում Ադամյանը Պետրոսյանն շատ հաջող անցում կարողացավ այստեղ կատարել ու գրոհը տեսնենք ինչ կտա Բետիսին աջ եզրեն փոխանցում կատարում Դիլանյանն է այստեղ հարված ու բարձր է ստացվում այստեղ Այդ Դիլանյանի կատարած հարվածը Հիմա էլ արդեն Մայնցի պատասխան գրող Կիրակոսյանն է արդեն աջ եզրում հայտնվել Կարապետ Կիրակոսյանը նահանջել է Մուսախանյան ու փորձում է օգնել պաշտպաններին ու հիմա արդեն Ադամյանը կմցնի գնդակը խաղի մեջ, այո, եթե եւս մեկ գնդակ իսկապես պատկերացնենք, որ Մայնցը կարող է առաջին կեսում ետ բերել ու գնալ ընդմիջման առնվազն 2-0 հաշվի առկայության դեպքում երկու գնդակի առկայությամբ, բայց հիմա Գևորգյանը կարող է հավասարեցնել հանդիպան հաշիվը, այստեղ հենց Գևորգյանից էլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից։ Այո, եթե մի պատկերացնենք, որ Մայնցը իսկապես եւս մեկը ետ կբերի առաջին խաղակեսի վերջնամասում, ապա Մեզ շատ հետաքրքիր երկրորդ խաղակես է արդեն սպասվելու, ճիշտ է դեռ 3 գնդակ կպակասի Մայնցին, եթե այսպես տեսականորեն նայում ենք մի փոքր բարդ է այս ամենը պատկերացնել, բայց իհարկե
կփորձեն ամեն դեպքում ավելի ոգեշնչված պայքարել մայցի ֆուտբոլիստները, իհարկե նրանց պարտվելով 9-4 հաշվի առկայության դեպքում չեն կարող մեղադրել, իսկապես արդեն խոշոր էր հաշիվը ու մայցը գնացել էր հանդիպան հաշիվը կրճատելու եւ առաջացան պաշտպանությունում խնդիրներ, հետո էլ արդեն բաց թողեցին այդքան գնդակներ, Մուսախանյանը բավական հաջող հանդիպում անցկացրեց այդ օրը ու իհարկե նրա հարվածները արդյունավետ ստացվեցին ու հետո Բետիսը հանդիպան ավարտին բավարարվեց 9 խփած գնդակով, խոսեմ այն մասին, որ թիմերը հանդիպեցին նաև միմյանց հետ Winter Cup-ի խմբային փուլի շրջանակներում եւ այնտեղ որն է հետաքրքիր Մայնցը կարողացավ 2-1 հաշվով առավելության հասնել Բետիսի նկատմամբ, իհարկե Winter Cup-ում Ադամյանն ու Պետրոսյանը չեն պաշտպանում Բետիսի գույները, նրանք արդեն իրենց ավելի հոգեհարազատ թիմով են հանդես գալիս Winter Cup մրցաշարում Ատալանտա անվանմամբ ու իհարկե նրանց բացակայությունը այդ խաղում իրենց տեղը զգացնել տալիս էր խաղադաշտում Մարկոսյան այստեղ արվածեց Մուսախանյանը փակեց գնդակի ճանապարհը, բայց արված ստացավ ոտքին Մուսախանյանը ամեն դեպքում պայքարում ու հիմա տեսնեք ինչ է պատահել Դավիթ Մուսախանյանին Չունի այսօր Բետիսը փոփոխության հնարավորություն խաղադաշտում ու իհարկե առանց փոխարինման ֆուտբոլիստի ներկայացել այս հանդիպանը Բետիսի ակումբը եւ պետք է փորձեն իհարկե վնասվածներից կարմիր քարտի ձեռք մնալ հատկապես երբ Բետիսը իհարկե այսպես ասենք մեկ ոտքով առայժմ այսպես ասենք հայ եզրափակիչում է ու իհարկե կարմիր քարտը ցանկացած խաղացողի որակազրկումը իհարկե եզրափակիչում մեծ կորուստ կլինի Բետիսի համար, հիմա Գևորգյանի հարվածի փորձին ականատես եղանք, բայց ուժեղ ու բարձր ստացվեց այստեղ Գևորգյանի հարվածը ու Ներսիսյանը իհարկե կշտապի, հիմա պետք է շտապել, պետք է փորձել ամեն դեպքում գնալ ընդմիջման առնվազն 2 գնդակի առավելությամբ, դա է միակ, այսպես ասենք, սկիզբը, հա, մայցի փրկության, այո Կարապետ Կիրակոսյան լավ խաղարկում այստեղ Պերիխանյանի հետ Կիրակոսյան այստեղ Մուսախանյանն է դիմավորել Կիրակոսյանին հիմա տեսեք արդեն Մուսախանյանը իհարկե հաշվի է առնում հանդիպան ընթացքում նա աջել է պաշտպանություն եւ այնտեղ է գործում եսից կնետի մայցը Պերիխանյանն է կատարում եզրային նետում դեպի Կիրակոսյանը այստեղ լավ ընդունեց գնդակը Կիրակոսյանը լավ էր մտածել Մկրտչյան արված Ադամյանից եղավ հիմա էլ Արադարտ բայց հեռացված է ամեն դեպքում Դիլանյանը կարողանում է հեռացնել գնդակը Եզրից են հիմա էլ նետում այցի ֆուտբոլիստները Պերիխանյան հերվից հարված Դիլանյանը նորից փակեց գնդակի ճանապարհը Մարկոսյանն էլ գլխով հարված կատարեց այստեղ բայց բարձր ստացվեց Մարկոսյանի կատարած այս հարվածը ու հարված կլինի Բետիսի դարպասից կրկին Ադամյանն է գնդակի մոտ եւս մեկ երկար փոխանցում Մարկարյանի ուղղությամբ այստեղ չընդունեց գնդակը Մարկարյանը եւ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից եզից կնետի հիմա մայցը Ներսիսյան երկար փոխանցում առաջ Այստեղ էլ Ադամյանն է հաջող գործում շատ լավ փոխանցում էլ կատարեց դեպի Մուսախանյանը Մուսախանյան լավ էր մտածել բայց այստեղ գնդակը Մարկարյանին հասցեագրել այս իրավիճակում չստացվեց Մարկոսյան ու կա խաղի կանոնների խախտում այս իրավիճակում Մարկոսյանի կողմից Եվ ստանդարտ կիրացնեն Բետիսի ֆուտբոլիստները իհարկե
բավական հեռու է տարածությունը ուղիղ փոխանցում դեպի Տուգանայինի մատույցներ Մուսախանյան հաջող փոխանցում Գևորգյան ինչու չհարվածեց այստեղ իհարկե հասկանալի էր փորձեց ավելի վստահ գործել գնդակ ուղարկելով Մարգարյանին ով ավելի նպաստավոր դիրքում էր գտնվում բայց ուժեղ ստացվեց փոխանցում ու հիմա Մայնցի պատասխան գրողը տեսնենք Մկրտչյան ու այստեղ առաջին դրվագում չհասցրեց հարվածել երկրորդ դրվագում էլ թույլ չտվեցին արդեն Մկրտչյանին հպվել գնդակին իհարկե եթե հիմա ստացվեր Մայնցի մոտ ինչին շատ մոտ էին Մայնցի ֆուտբոլիստները ապա էլ ավելի կմեծանար հանդիպան ինտրիգը Վարդան Պետրոսյան թողնում է գնդակը Խաղընկերոջը շատ լավ անցում էլ այստեղ կարողացավ կատարել Հովանիսյանը լավ փոխանցում Մարգարյանին դեպի Գևորգյանը Հովանիսյանը միացել է գրոհին բայց Գեգամ Սարգսյանն է հաջող գործում ու հիմա քանակական առավելության Մայնցը շարժվում է առաջ պետք է ավելի շտապել Սարգսյան դեպի Մկրտչյանը փոխանցում բայց այստեղ արդեն կորցրեց Մկրտչյանը գնդակում Մուսախանյանն է հիմա զարգացնում արագություն ձախից կա տարբերակ այդպես էլ վարվեց կրկին Մուսախանյանը ստացավ Մարգարյանից գնդակը հարվածեց բայց բարձր է ստացվում հիմա էլ Դավիթ Մուսախանյանի կատարած հարվածում նորից Մայնցի ֆուտբոլիստներն են գնդակով Ներսիսյան ուղարկեց Մկրտչյանը եւ վերջ առաջի խաղակեսը հենց այստեղ ավարտվում է մեզ մոտ կարճ ջաթար որից հետո կշարունակենք Ֆուտբոլասերները մեկնարկում է Մայնստոն դեմ Բետիսի Եվրոպա լիգայի շարժանակներում Կիսայե Զապակիչի պատասխան հանդիպան երկրորդ խաղակեսը առաջի խաղակեսից հետո 1-0 հաշվով հաղթում են Մայնցի ֆուտբոլիստները 9-5 հաշվով են ընդհանուր դիմակայությունում այս պահին ունի առավելություն Բետիսը առայժմ առաջի կեսում Կիրակոսյանի խփած գնդակը միակն էր ու տեսնենք երկրորդ խաղակեսում ինչ են պատրաստել թիմերը մատուցելու մեզ Ադամյան բայց գնդակը դաշտի սահմաններում լավ փոխանցում կարողացավ կատարել Մուսախանյան լավ գրոհի անցել հիմա Բետիսը բայց Մուսախանյանի հարվածը մի փոքր շեղությամբ ստացվեց գեղեցիկ էր իսկապես հարվածը ամեն ինչ այս իրավիճակում Ադամյանը շատ լավ միացավ գրոհի շատ լավ ընդունեց ու պայեց գնդակը դաշտի սահմաններում բայց գրոհը գոլով եզրափակել չստացվեց Վարդան Պետրոսյան հաջող խլում էր ու հետո էլ խախտեցին Պետրոսյանի դեմ պայքարում խաղի կանոնները եւ ստանդարտ այո նշանակեց մրցավարը Բետիսի օգտին շատ գրագետ վարվեց Պետրոսյանը այստեղ իհարկե ու ամեն դեպքում նրա փորձը նրա արդյունավետությունը խաղադաշտում իր ազդեցությունը ունենում է բոլոր հանդիպումներում Բետիսի թե Ատալանտայի ներկայիս Winter Cup-ում որտեղ նա հանդես է գալիս ու հիմա ստանդարտը տեսնենք ինչ է տալու Բետիսին կա մրցավարի Սուլիչը հարված ենք այստեղ տեսնում ու Համբարձումյանը դիպավ ամեն դեպքում դիպավ ու կարողացավ հեռացնել գնդակը բավական վտանգավոր հարված էր այո կարողացել կատարել Դավիթ Հովանիսյանը բայց իհարկե ուղիղ կենտրոնով հարվածեց ու մի փոքր բարդ էր պատկերացնել որ այս իրավիճակում Համբարձումյանը բաց կթողնի այս գնդակը դեպի դարպասը իհարկե Կիրակոսյան հաջող փոխանցում դեպի Սարգսյան ունեցվում են առաջ Մայնցի ֆուտբոլիստերը պետք է իհարկե շտապել պետք է փորձել կրկնում եմ եւս մեկ անգամ փրկել այս ամեն դեպքում փրկել այս դիմակայությունը կրճատել հաշվի տարբերությունը ինչ իհարկե կստացվի Մայնցի ֆուտբոլիստերի մոտ ինչ էլ անեն իհարկե ամեն ինչ ընդունելի է հիմա Մարկոսյանը հաջող խլում կատարեց հարվածել կարողացավ կատարել բայց շեղությամբ ստացվեց այո պայքարում են իսկապես Մայնցի ֆուտբոլիստները պայքարում են այնքան որքան ունեն հնարավորություն այս րոպեներին խաղադաշտում ողջ ուժներ են դրել այս հանդիպան մեջ բայց իհարկե հաշվի տեսանկյունից դիմակայության տեսանկյունից իհարկե Բետիսը շատ ապահովված է իրեն զգում խաղադաշտում հիմա Մուսախանյանի կտրող փոխանցումը տեսանք Հովանիսյանը լավ ընդունեց բայց հետո արդեն փոխանցում կատարել չկարողացավ հեռու թողեց մի փոքր գնդակը Ներսիսյան երկար փոխանցում առաջ բայց այստեղ էլ արդեն բավական հեռուն գնաց գնդակ ու դուրս եկավ դաշտի սահմաններից հարված կլինի հիմա Բետիսի դարպասից նորից Ադամյանն է տեղադրել գնդակը եւս մեկ հաջող փոխանցում կարողացավ կատարել այստեղ ճիշտ է առաջինը գնդակը բաժին հասավ Մայնցի ֆուտբոլիստերին բայց հետո Բետիսի շատ ժամանակ չպահանջվեց վերականգնելու գնդակը հետո էլ Գևորգյանի փոխանցումը արդեն ուժեղ էր ու Համբարձումյանը շտապում է գնդակը խաղի մեջ մտցնելուն
Եթե իհարկե հիմա այսպես ասենք Բետիսը հավասարեցնի այս հանդիպան հաշիվը կփաստեն որ Բետիսը եզրափակիչում է այստեղ են իհարկե նորից եմ կրկնում 1 ոտքով իհարկե ամեն ինչ գրեթե լուծել է Բետիսը եթե չբաշխ թողներ առաջին կեսում այդ 1 գնդակը կարող էինք վստահորեն ասել այդ ամենի մասին բայց իհարկե սա ֆուտբոլ է այստեղ պայքարում են միջև վերջ ֆուտբոլիստները ու փորձում են միջև վերջի վարկյանը գործել հիմա Սարգսյանը հաջող խլում կարողացավ կատարել բայց փոխանցումը ուժեղ ստացվեց Գևորգյան Աչել Գևորգյանը շատ լավ նկատեց Հովանեսյանին Հովանեսյանն էլ դեպի Մուսախանյանը բայց այստեղ Գյուրեխյանը առաջինն էր երկրորդ հարգում ու բայց հեռացեց գնդակ այս իրավիճակում բայց գրոս ստեցել Mainz-ի մոտ չստացվեց փոխարենը Մուսախանյանը գեղեցիկ գոլով հավասարեցնում է այս հանդիպան հաշիվը ու մեծ հաշվով արդեն ապահովում իր թիմի եզրափակիչի ուղեգրի հարցում Դավիթ Մուսախանյան 1-1 հանդիպան հաշիվը հավասար է այո ինչի մասին խոսում ենք պետք չէր նման իրավիճակում Մուսախանյանին հարված կատարելու հնարավորություն տալ եթե առաջին խաղակեսում չօգտվեց նա իրեն ընձեռնված հնարավորությունից ապա հիմա ամեն ինչ շատ լավ կերպով կատարեց Դավիթ Հովանեսյանն էլ դարձավ այստեղ շատ հաջող գոլային փոխանցման հեղինակ իսկապես կտրող փոխանցում կատարեց որից հետո արդեն Մուսախանյանը ամեն ինչ հաջող արեց թե կասեցումը թե հարվածը ու ընդհանուր դիմակայությունում 15 հաշվով հաղթում այս պահին Բետիսը շնորհավորում ենք Բետիսին այո վստահորեն արդեն կարող եմ ասել ժամանակի տեսանկյունից ու այսօրվա ցուցադրած խաղում Mainz-ը իսկապես չի հասցնի չի կարող այս այեղ մրցակցի դեմ խաղում այսքան գնդակ այս կարճ ժամանակահատվածում ետ բերել ամեն դեպքում առաջին հանդիպան առավելությունը իր գործը տվեց այսօր իր ներդրում ունեցավ Բետիսի եզրափակիչի ուղեգիր նվաճելուն ու իհարկե ունի Mainz-ի իսկապես կատարողներ իր թիմի կազմում ինչպիսիք են օրինակ Մարկոսյանը, Կիրակոսյանը, Պերիխանյանը ինչու ոչ Մկրտչյանը բայց իհարկե ոչնչից խփել Բետիսի դարպասը 5 գնդակ ու բաց չթողնել այս մնացած 20 րոպեների ընթացքում անձամբ ես շատ դժվար կհավատամ այդ ամենին իսկապես եթե այսօր Mainz-ը օրինակ ավելի ակտիվ մեկնարկել հանդիպումը գնան ընդմիջման առնվազն 2 գնդակի առավելությամբ այսպես իհարկե չէինք ասի այս ամենի մասին բայց Mainz-ի ցուցադրած խաղը այսօր իհարկե արժանի այսօրվա խաղում հաղթանակի Mainz-ը ամեն դեպքում կարող են հաղթել այսօր բայց դիմակայությունում եզրափակիչի ուղեգիր նվաճել չեն կարող հիմա անկյունային հարված կիրացնի Բետիսը Հովանեսյան եւս մեկ բարձից փոխանցում Մուսախանյանը նորից շահեց դիրքը այս անգամ էլ կարող էր գոլային փոխանցման հեղինակ դառնալու ու չհայտվեց արդյոք գնդակը ցալցում ոչ ամեն դեպքում Գևորգյանի հարվածից հետո Համբար Սումյանը տիրել էր գնդակին ու թույլ չտվեց ամբողջությամբ գնդակը հատի դարպասի գիծը հիմա եւս մեկ գրոյի անցել Բետիսու նորից անկյունային հարվածը Գևորգյանը վաստակում այս իրավիճակում տեսնենք նախորդ անկյունայինը բավական վտանգավոր ստացվեց տեսնենք այս անգամ ինչպես կստացվի եւս մեկ փոխանցում եւս մեկ հաջող փոխանցում տեսանք Հովանեսյանից բայց չհասկացան այս իրավիճակում ու գնդակը չկարողացան ընդունել Բետիսի ֆուտբոլիստները կատարված է եզրային նետում այստեղ էլ Պետրոսյանը փակեց գնդակի ճանապարհը
ու եզրային են իրականացնում այցի ֆուտբոլիստները, բայց Մարկոսյանի հարվածի ճանապարհը այստեղ փակվեց։ Սարգսյանը հաջողվեց խլումը, մնաց գնդակով Գեգամ Սարգսյանը, հիմա ազատվեց գնդակից Նշան Մարկոսյան ու խախտում կար, բայց 11 մետրանոց է թե ոչ չեմ կարող ասել, կարծես Տասնմեկ մետրանոց է կարծես մրցավարը նշանակում, հիմա ամեն դեպքում Ամեն դեպքում այո մրցավարը դիտելու է դրվագի կրկնապատկերը, հասկանանք Տուգանային հրապարակում էր խախտումը թե ոչ։ Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու նշանակում է 11 մետրանոց արված Բետիսի դարպասի ուղղությամբ ու 11 մետրանոցը պատրաստվում է իրացնելու Նշան Մարկոսյանը, տեսնենք։ Այո, տեղի էր ունեցել խախտում, տեղի էր ունեցել Տուգանային հրապարակի մատույցներում այդ խաղի կանոնների խախտումը Դիլանյանի կողմից ու հենց Մարկոսյանը վաստակելով այս ստանդարտը ինքն էլ կփորձի եզրափակել իհարկե ամբողջականացնել այս ամենը ու տեսնենք ինչպես է ստացվում։ Ոչ Կիրակոսյանն է պատրաստում կարծես հարվածին։ Նույնիսկ այստեղ է դարպասապան, ոչ դարպասապանն է հարված կատարելու գնդակը ցանցում այո Արտակ Համբարձումյանը դարձավ գոլի հեղինակ Մանցի դարպասապա այս իրավիճակում դիպուկ գտնվեց 11 մետրանոց նշակետից Արտակ Համբարձումյան, այո, այսպիսի հազվադեպ ու հաճելի երևույթներ շատ քիչ կարող ենք տեսնել ԱՖԵԼ-ի շրջանակներում, երբ դարպասապանները դառնում են գոլի հեղինակ, իհարկե, բայց 11 մետրանոցից դարձավ Համբարձումյանը գոլի հեղինակ, ամեն դեպքում գոլը քննարկման ենթակա չէ, դարպասը գրավված է 2-1 այս խաղում նորից Մայնցը ստանձնում է այս խաղում ախտողի կարգավիճակը հիմա Սարգսյանը խփում է երրորդ գնդակը Մայնցի այս խաղում ու կարծես այո որոշակի հույսեր աշտանում են Մայնցի մոտ Երեքպեկ այս խաղում 17 ընդհանուր դիմակայությունում այս պահին ախտում է Բետիսը, բայց տեսեք 2 րոպեի ընթացքում 2 գնդակ խփեցին Մայնցի ֆուտբոլիստները։ Հիմա եւս մեկ խլում Պերիխանյանից ու այստեղ արդեն չկա ոչինչ։ Չկար այո, այստեղ իհարկե մրցավարը չեմ կարող հստակ ասել կդիտի դրվագի կրկնապատկերը, թե ոչ Մուսախանյան հարված ու Համբարձումյան ընդունեց իր վրա գնդակը, բայց ամեն դեպքում տպավորությունը այնպիսին էր, որ մաքուր պայքար ընթացավ ու խաղի կանոնների խախտում Պերիխանյանի դեմ պայքարում չկար Մկրտչյան։ Մնաց գնդակով Մկրտչյանը, հիմա լավ փոխանցում դեպի Պերիխանյանը, շարժվում է առաջ Պերիխանյանը, կա փոխանցում, Ադամյանը հեռացեց այն եկավ Մարկոսյանի մոտ, Նշան Մարկոսյան, լավն էր փոխանցումը, բայց Կիրակոսյանը հաջող չընդունեց այստեղ գնդակը, այո, Գեգամ Սարգսյանը խփեց այս խաղում 4-րդ Մայնցի 3-րդ գնդակ ու դա իհարկե որոշակի հույսեր, այսպես ասենք, արտացնում են Մայնցի ֆուտբոլիստների մոտ, բայց իհարկե դեռ եւս 3 գնդակ պետք է հեղինակել ու բաց չթողնել, պատկերացնում եք ինչ բարդ է Մայնցի վիճակը։ Վարդան Պետրոսյան այստեղ էլ հիմա 11 մետրանոց է նշանակում մրցավարը արդեն Մայնցի դարպասի ուղղությամբ, այո Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու պահեց իր որոշմանը եղավ հաստատական դեղին կարտը կա դարպասապայի գլխավերևում իհարկե եթե մի փոքր ավելի բաց վիճակում լիներ Արտակ Համբարձումյանի ոտքը սա ուղիղ կարմիր կլիներ դարպասապային, բայց հաշվի առավ մրցավարը այս դրվագը ամեն դեպքում 11 մետրանոց նշանակված է ու հիմա Բետիսը կարող է այս հանդիպման հաշիվը կրճատել, հա, այսպես ասենք իհարկե
ոչ թե դիմակայության մասով, այլ այս հանդիպման Ադամյանն է պատրաստվում հարվածը կատարելու, նրա հարվածները հուշկու են ստացվում ու տեսնենք այս անգամ ինչպես կհարվածի Անդրանիկ Ադամյանը։ Ամեն ինչ պատրաստ է, կա մրցավարի Սուլիչը, Ադամյանը մոտենում է գնդակին ու Համբարձումյանը հետ պղեց գնդակը Գևորգյանի հարվածը նույնպես կարողացավ ետ պղել ու պահում է առայժմ չնչի լույսով Մայնցի խաղի մեջ դարպասապահ Համբարձումյան, այո ինքը թույլ տվեց այս խաղի կանոնների խախտումը, ինքն էլ շտկեց իրավիճակը ու հիմա Մայնցը նետվում է առաջ Ներսիսյան։ Հետ փոխանցում դեպի Պերիխանյան, այստեղ էլ Գևորգյանն է հաջող պայքարը մղում ու կարողանում մնալ գնդակով, իսկ այստեղ արդեն կար խաղի կանոնների խախտում Գևորգյանի դեմ պայքարում։ Ու դեղին կարտ նաև Ներսիսյանին։ Հովանեսյանն է հիմա կրկին գնդակի մոտ։ Կա մրցավարի Սուլիչը։ Երկար փոխանցում Գեգամ Սարգսյանը հեռացեց, այստեղ գնդակը Պերիխանյանն էլ նկատել էր այստեղ դարպասապահի դարպասից դուրս գալու փաստ ու փորձեց հեռար հարվածով գրավել դարպասը, բայց բավական շեղությամբ ընթացավ գնդակը։ Եթե եւս մեկ գնդակ հիմա հեղինակի Մայնցը կարողանա եռապատկել այս խաղում իր առավելությունը, ապա իսկապես այդ փոքր հույսը կարտանա, բայց իհարկե ժամանակի տեսանկյունից կրկնում եմ, բավական քիչ խաղաժամանակ է մնացել հանդիպան ավարտին ու հիմա, եթե ստացվի որևէ բան, հիմա պետք է գրավել դարպասը, ապա այլ տարբերակ իհարկե չեմ դիտարկի այս հանդիպան հետ կապված, Մարկոսյանը հիմա Կիրասնի անկյունային է, կա փոխանցումը, բայց Սարգսյանը այստեղ չկարողացավ ընդունել գնդակը, հետո էլ գնդակը դիպավ։ Կարծես, այո, Մայնցի ֆուտբոլիստից էր դուրս եկել դաշտի սահմաններից ու եզիս նետում է Պետրոսյանը, Ադամյան, շատ լավ նկատեց աջ եզրում խաղընկերոջը Ադամյան ու ինչ ընդգծված փոխանցում էր, տեսնենք Բետիսի այս գրոհը դեպի Տուգանային, բայց Համբարձումյանը դուրս գալով դարպասից վերցրեց եւ ուժեղ հարվածով գնդակը ուղարկում է առաջ, բայց Ադամյանը այստեղ նորից շատ լավ վերահսկում էր իրավիճակը։ Երկու 10 համարների պայքար ենք հիմա էլ տեսնում, հաստրեց գնդակից Մարկարյանը ազատվել, բայց գտնել խաղընկերներին այս իրավիճակում չստացվեց, Պետրոսյան շատ լավ փակեց գնդակի ճանապարհ ու հիմա իհարկե հանգստացնում է Բետիսը հանդիպան ընթացքը, շտապելու տեղ չունի, կրկնում եմ Բետիսի, իսկ նույնը ասենք Մայնցի տեսանկյունից իհարկե չենք կարող։ Մայնցը պետք է իհարկե դեռ 3 գնդակ հեղինակի այս խաղում։ Հիմա էլ կորցրեց Պերիխանյանը գնդակը։ Գևորգյան լավ էր մտածել, բայց Կիրակոսյանը ճիշտ դիք զբաղեցեց ու թույլ չտվեց Գևորգյանին առաջ շարժվել, Ներսիսյան թողնում է գնդակը Կարապետ Կիրակոսյանին։ Լավ փոխանցում դեպի Պերիխանյանը, աչից կա Գյուրեխյանի տարբերակը կա փոխանցում դեպի Գյուրեխյանը, բայց Պետրոսյանը շատ հաջող խլում կարողացավ այստեղ կատարել։ Հետո սայթակեց ու կորցրեց գնդակը Մարկոսյան ու Ադամյանն է հիմա էլ ուղում Պետրոսյանի սխալ ու հիմա շարժվում է առաջ արդեն Բետիսը երկուսի դիմաց, բայց այստեղ չհետևեց դեպի Մուսախանյանը փոխանցում նշան Մարկոսյան։ Լավ փոխանցում կատարեց դեպի Սարգսյանը, դեպի աջ։ Գեղեցիկ գրոհի էր անցնում հիմա արդեն Մայնցը, բայց այս իրավիճակում ստացվեց շրջանցել Ներսիսյան։ Գրոս դեպի Տուգանայինի մատույցներ Պետրոսյանն է առաստում հիմա էլ գնդակը, երկրորդ տեմպով է գրոհում Մայնցը, Կիրակոսյանը միջև վերջ փորձեց պայքարել ու խլել գնդակը, բայց Գևորգյանը հաստրեց փոխանցում կատարել Մարկարյանին դեպի Մուսախանյանը, Դավիթ Մուսախանյան, Պերիխանյանը հաստրեց արդեն փակել այստեղ Մուսախանյանին, հետո էլ խախտեց խաղի կանոնները Մուսախանյանը։ Ու ստանդարտ Կիրաստի
Մայնցը երկար փոխանցում ենք տեսնում առաջ Հովանեսյանը լավ ընդունեց գնդակու շարժում է առաջ հարված արադարձու անկյունային այո այս ժամանակը շատ կարևոր է հիմա իհարկե հանդիպման տեմպը գցելու համար Բետիսի տեսանկյունից ու տեսնենք այս անկյունայինի խաղարկումը հիմա ինչ է տալու Բետիսի ֆուտբոլիստներին տեսնում ենք բարձից փոխանցում բայց գնդակը Հովանեսյանը դաշտի սահմաններում բայց հետո փոխանցումը բաժին ասավ Նշան Մարկոսյանին Կիրակոսյան Ադամյանն էլ հիմա ճիշտ դիրքում է հեռացեց գնդակու արդեն եսից կնետի Մայնցը Մկրչյան թողեց գնդակը Դավիթ Պերիխանյանին Լավ փոխանցում է դեպի Մարկոսյանը, Մարկոսյան ու Պետրոսյանը այստեղ սահանքման գնով հեռացեց գնդակ, այո, գնաց այս իրավիճակում Վարդան Պետրոսյանը մի փոքր ռիսկային գործողության, բայց մաքուր գործեց, եթե դիպչեր Մարկոսյանին, ապա եւս 1-11 մետրանոց կնշանակվեր այս իրավիճակում, բայց իհարկե Պետրոսյանը հաշվի առավ տարածությունը այդ իսկ պատճառով կատարեց սահանքում, հիմա եզից կնետի Մարկոսյանը Գուրեգան հետ փոխանցում դեպի Ներսիսյանը բայց գնդակը Ներսիսյանը դաշտի սահմաններում բայց արդեն այստեղ Հովանեսյանը հաջող խմում կատարեց Գևորգյան դեպի Մուսախանյանը ու տեսնենք այս գրոհը ինչ ավարտ կունենա Մուսախանյան բարձր ստացվեց արված այս իրավիճակում Դավիթ Մուսախանյանի կատարած Ներսիսյան դեպի Մրսակցի Տուգանային այո այլևս իհարկե Մայնցը ոչինչ այլ բանի մասին չի մտածում քանց գնդակը պարզապես ուղարկել Բետիսի Տուգանայինի մատույցներ Դավիթ Մուսախանյան դեպի Հովանեսյանը փոխանցում հետևեց շատ գրագետ անցում արված ու բրավո Ամբարձումյանին այս իրավիճակում զերծ պահեց գոլից իր թիմին բայց անկյունային ամեն դեպքում վաստակեցին այս իրավիճակում Բետիսի ֆուտբոլիստները հիմնական ժամանակի ավարտին մնացել է ընդամենը 2 րոպե խաղաժամանակ ու իհարկե տեսնենք այս վերջին րոպեները ինչ կտան թիմերին եթե իհարկե ոչինչ արտասովոր տեղի չունենա կարծում եմ մրցավարը շատ փոխհատուցելու կարիք էլ չի ունենա առավելագույնը 1-2 րոպե հանդիպան ավարտին ու կարծում եմ այդքանը բավարար կլինի թիմերին հիմա դիպավ գնդակը Գևորգյանի ձեռքին ու Ստանդարտ իրացնի արդեն Մայնցը Կարապետ Կիրակոսյան իհարկե ծափահարությունները ամեն ինչի համար Մայնցի ֆուտբոլիստներին այս պայքարելու այս ճակատ տալու համար իհարկե ֆուտբոլային իմաստով Բետիսի ֆուտբոլիստերի հետ բայց այո այս խաղում իսկապես Մայնցը ուներ բավական հաջող տեսք բավական լավ ելույթ ունեցավ բայց դիմակայության առաջին խաղում գրանցված արդյունքը իհարկե թիմին դուրս թողեց եզրափակիչի ուղեգիր նվաճելուց հիմա էլ Ադամյանը գնաց մինչև վերջ ու իհարկե մի փոքր ռիսկային էր այստեղ կարող էր վնասված ստանալ Ադամյանը բայց հասցրեց վերջին պահին ազատվել գնդակից Վերիխանյան այո արեց այնքան Մայնցը որքան հնարավորություն ունեցավ հիմա էլ խախտում Վերիխանյանից ու իհարկե մեղադրել այս ամենի մեջ Մայնցի ֆուտբոլիստներին չեն կարող քանի որ կրկնում եմ թիմը արեց հնարավորինս արեց առավելագույնը այս խաղում կարողացավ հաղթել այս խաղում Բետիսին իհարկե վստահորեն կարող եմ ասել այդ մասին 3-1 այս հանդիպանաշիվը 2 գնդակ Բետիսը չեմ կարծում ետ կբերի հիմա մեկը ամեն դեպքում Ադամյանը անհատական վարպետության շնորհիվ կարողանում է հեղինակել Անդրանիկ Ադամյան փայլուն կերպ գործեց այստեղ Ադամյանը իր ողջ անհատական վարպետությունը գործի դնելով շրջանցեց մեկ մրցակցի ու շատ ճիշտ եզրափակում տվեց իր ստեղծած գրոհին 3-2 իսկապես գեղեցիկ արեց ամեն ինչ այստեղ նոմինալ Բետիսի պաշտպանը, հա, այսպես ասենք Ադամյանը խաղադաշտում պաշտպան է, բայց տեսեք հիմա արդեն հայտնվել է գոլի դրվագում արձակման գծում ու իհարկե ինչպես վարվեց մեկը մեկի դեմ պայքարում այս իրավիճակում Ադամյանը Մարկոսյան սա արված էր, բայց ուղիղ դարպասապայի
ձեռքերում հայտնվեց գնդակը։ Իհարկե 3-2 այս խաղում այս գոլը մեծ հաշվով գեղեցիկ էր իհարկե, բայց մեծ հաշվով ոչինչ չի տա Բետիսին իհարկե առավելության տեսանկյունից ու այդ ամեն իհարկե շատ լավ գիտակցում են Բետիսի ֆուտբոլիստները, գիտակցում են նաև Մայնցը, Ադամյանն էլ այսպես ասած չտոնեցի խփած գնդակը հաշվի առնելով հանդիպան առավելությունը ու իհարկե տեսնենք հիմա արդեն մրցավարի փոխհատուցած խաղաժամանակն է ընթանում եւ վերջ, այո, հանդիպումն ավարտվեց, ծափարություններ երկու թիմերին էլ Մայնցը այսօր հաղթեց Բետիսին 3-2 հաշվով, բայց ընդհանուր դիմակայությունում զիջեց մրցակցին, ծափարությունները առաջին հերթին Մայնցին այս հետաքրքիր հանդիպման համար, իսկ շնորհավորում ենք Բետիսի ֆուտբոլիստերին, նրանք եզրափակիչում են ու կսպասեն արդեն Նապոլի Այաքս զույգի հաղթողին։ Այս հանդիպման համար նախատեսել ենք այսքանը, կարճ դադար, որից հետո կշարունակենք։